Ողջույն հարգելի մարզասերներ, Fast Sport-ը սկսում է ուղիղ ելույթները 2024-25 մրցաշրջանում նոան բնականաբար կրկնակի տիտղոսով նախորդ տուրում էլ Ռուի Մոտայի գլխավորած թիմը Արարատ Արմենիային հաղթելուց հետո պարգևատրվեց նաև չեմպիոնական գավաթը ոսկե մեդալները ստացավ Հայուսակում Ալբերտ Սաֆարյանի գլխավորած թիմը այս պահին 9-րդ տեղում է Այս տուրը մեկնարկեց 3 գանձասար համար 95 և կենտրոնական արձակվող Սարգիս Մեթոյան համար 55 խաղը մեկնարկեց Սալաշկերտի գլխավոր մարզիչը Ալբերտ Մենդոզա կենտրոն է ուղարկում Մենդոզան արված ու գնդակը դարպասում չի հայտնվում միանգամից նոայ ֆուտբոլիստները Գորմավելյանը փոխանցում կատարում հարվածի փորձ շեղ է ընթանում գնդակը Վեստ Արմենիան չներկայացավ ու հաղթանակը տրվեց Ալաշկերտին հիմա Տարախչյանն է վտանգավոր անցում ձեռնարկել վտանգավոր է Սարգիս Մեթոյան եւ փրկում է Արթուր Կոնեգլյանը չի ավարտվել վտանգը Մեթոյան մոտակա անկյունը փորձեց գրավել Բենիկ Հովհաննիսյան փոխանցում է կատարում Տուգանային հրապարակի կենտրոնն այստեղ էլ ցատկեց Ալաշկերտի արձակվող Սարգիս Մեթոյանը Արված ու անկյունային վաստակում է Ալաշկերտի Բարձրից փոխանցում շատ ուժեղ էր Բենիկրտի մեկնարկային կազմում քանի ֆուտբոլիստ կա որոնք ժամանակին խաղացել են նոայում այս վտանգավոր պայից հետո Անդրանիկ Կարապետյանը փորձեց ճնշել կատոին բայց չափի կատոն լավ շրջեց ու հասցրեց փոխանցել Սարգիս Մեթոյան ու կրկին փրկում է Արթուր Կոնեգլյանը երրորդ սեյվը Երկար նախապատրաստություն թույլ է տալիս մրցավարը խաղարկել կատոն թողնում է գնդակը Պետրոս Ավետիսյանին Ավետիսյան Կոնեգլյան Այս անգամ այդքան էլ վստահ չէր Կոնեգլյանը չկարողացավ հեռացնել ինչպես պետք է, բայց թիմակիցները օգնության հասան եւ Ալաշկերտի գրոյի երկրորդ տեմպը խաղից դուրս վիճակում է Արմեն Մանուչարյանը։ Երկար դադարից հետո հաղթելու նոային, քանի որ մի շարք երիտասարդ անփորձ ֆուտբոլիստներ են խաղում նոայի կազմում, իսկ Ալաշկերտը մեծացնում է առավելությունը եւ խփում գոլ։ Սարգիս Մեթոյանը թիմի ռմբարկուն հերթական անգամ միակ Եվ բնականաբար առաջին գոլի հեղինակն է Կոնեգլյանը փորձեց խանգարել իհարկե, բայց ավելի արագ Սերգեյ Մուրադյան սխալվում է Մուրադյանը Մեթոյան հասավ գնդակին եւ պատասխան փոխանցումը կենտրոն ու վտանգավոր էր Արագանում է Գևորգ Տարախչյանը հասավ գնդակին արձակման ձախ եզրում մտնում է Տուգանային հրապարակ Տարախչյան անդրադարձ անկյունային է վաստակում Խամես Սանթոս Առաջին կեսում պատասխան գոլը խփելու Զավեն Խուդավերդյան արվածում է Խուդավերդյանը բարձր ստացվեց Գերական հանդիպում Կոսովոյի եւ Չեռնոգորիայի հավաքականների հետ քանի որ վիրահատվել է Հայաստանյա Սարգիս Մեթոյան արվածային դիրքում է Մեթոյանը Մենդոզան կենտրոն տեղափոխվեց Խուդավերդյան կրկին Մենդոզա պատ են խաղարկում նոայ ֆուտբոլիստները հասցրեց փոխանցել աջ Զավեն Խուդավերդյանը Մանվելյան Տարախչյան Ֆանկյունային մինչև այդ սեփական դաշտում անցկացրած հանդիպումներում լավ Բենիկ Հովհաննիսյան բարձր է Արված կենտրոն ռիթմը պահող թիվ մեկ ֆուտբոլիստ է թերևս Բարձրից փոխանցում Կարապետյանի ուղղությամբ էր Մանվելյանն է արվածում անդրադարձ ու փրկվում է Սրության պակաս է նկատվում երկու թիմերի գործողություններում էլ արձակման գծում Քրիստոս արվածում է փոխարինը դուրս եկած Կոնտուրիոտիսը փոխանցումներ ունի Արման Ղազարյանը բայց այս անգամ կարճ փոխանցումով շարունակեց Գրո Պոտինյան հասավ գնդակին Պոտինյանը մտնում է Տուգանային հրապարակ Քրիստոս ու փրկում է կրկին ու կրկին Գիրեյենկո ձախ է ուղարկում Ռոբերտ Պոտինյան կատեց ձախ եզրում չափի կատոին Կատո բարձրից փոխանցում Քրիստոս Անդրադարձ անկյուն
Լավ անցում է Քրիստոսի կողմից, բայց հետո փոխանց պատկերը տեսանելի է Խամես Սանթոս անկյունային։ Փորձեր կան, բայց ավելորդ շտապողականությունն էլ առանձին դրվագներում